Ձեր երեխաները ձեր կնոջից հետո հասկացան ձեզ, որ նորից ասացի գնում եմ դպրոց, գնում եմ սովորեմ, գնում եմ փորձեմ։ Ամբողջ կյանքում իսկ ինձ էլ էր ասում միշտ աշակերտ դարձար, միշտ սովորում ես, միշտ սովորում, ասում եմ միշտ սովորում, ու երեխեքս ոնց որ դրան սովորեն արդեն, ասում եմ papan միշտ ուզում է սովորի ու միշտ էլ հաղթանակի ասում, միշտ էլ հաղթանակի ասում է։ Բայց դուք սովորում եք ձեր հաճույքի համար, թե գիտեք, որ միշտ սովորելը նաև երկարակեցություն է բերում։ Ոչ թե հաճույք, այլ ավելի շատ սովորել դպրոց հենց Իրանից ներկայացում է շրջապատ, որտեղ ամեն մեկից մի բառ նույնիսկ մեկ բառ գողանալը արդեն մեծ արժեք է իրենից ներկայացնում։ Իսկ մարդը ինչքան կարողանում է սովորել, ինչքան ապրում ես, այնքան սովորելու կարիք ու պահանջ ունես։ Եվ ինչքան սովորում ես, այնքան երկար ես ապրում։ Երկար ես ապրելու։ Պարոն Հարապետյան, ձյաձ Վահան, հաց թխելը, հաց սարքելը սովորական գործ չէ։ Բիզնեսը բիզնես, բայց ասում են, որ հաց թխողը պիտի որ լավ մարդ լինի, չէ, հաց թուխները այն ժամանակ կարևոր գործ է, որտեղ հացը սուրբ է, հացը հանապազորյա է։ Դուք արդյոք ձեր գործին, ձեր այսօրվա բիզնեսին այդ տեսակետից եք նայում նաև։ Հացը դա արվեստ է առաջերտին եւ հոգեվիճակ։ Դե պատմեք ոնց։ Երբ սեղանին դրվում է մի քանի տեսակի հացեր, օրինակ մտնում ես ռեստորան հաց ուտելու, մի քանի տեսակ հացեր են դրվում եւ նայում ես այդ հացը երևի թե այն աչքի տեսողությամբ արդեն զգում ես այդ հացը ինչ սիրով են թխվել, ինչ սիրով։ Երբ այդ հացի մեջ ամեն ինչ համը, նույնիսկ եթե նայում ես ինքը սիրուն չէ, կուլտալուց ինքը հաճույք է ստում, ուրեմն այդ հացը արվեստ է եւ հոգեվիճակ։ Հացի մեջ պետք է դրվի սեր ու միայն սեր։ Իսկ սարքեր դուք ունեք, սարքեր սարքավորումները որպես շահող ինձ տրամադրել է Գոհար Մկոյանը, մնացած տարածքը եւ արտադրությունը կազմակերպելու եմ ես։ Իսկ ովքեր են ներգրաված լինելու ձեր սոցիալական ձեռնար։ Ուրեմն հենց սոցիալական ձեռնարկություն գաղափարը ավելի շատ էր ինձ տրամադրում, որպեսզի ես միշտ աշխատել եմ, ինչ պետքա շատ չունենաս, բայց այդ ունեցածից հնարավորությունը ինչ որ մեկին պետք կա։ Իսկ սոցիալական ձեռներեցություն գաղափարը շատ մեծ ինձ ոգևորեց ավելի շատ, քանի որ սոցիալական ձեռներեցության իմ արտադրամասում աշխատել են մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն հայլ տեղերում աշխատել, այսինքն հնարավորությունը ավելի սահմանափակ են։ Մարդը փեչի մոտ աշխատել 8 ժամ հնարավոր չէ։ Դրա համար ես որոշել եմ 4 ժամի աշխատանքային ժամեր ինձ մոտ աշխատելու են շաքարային դիաբետով եւ բարձր ճնշում ունեցող մարդիկ։ Ինչքան հնարավոր է, ինչքան մեծանա ծավալները, այնքան ավելի շատ, եթե օրինակ համայնքից նույնիսկ մեկ մարդ կարողանա իր ընտանիքի համար ինչ որ աշխատավարձ ստանալու, ուրեմն դու առավելություն ունես արդեն։ Ինչու ոչ այդ ավելի շատ 10, 15, 10 վերջապես ինչքան ավելանա մարդկանց թիվ աշխատանքի, այնքան ավելի լավ կունենան իրանց շրջապատը, իրանք իրանցով կկիսվեն, իրանց հիվանդություններով կբացատրվեն, որին ինչով կարողանում եք օգնի։ Հենց իրենց համար, իրենց անհրաժեշտ հացը ստեղծեն իրենց ձեռքերով։ Ես անցնում եմ հիշողություն, երբ անցնում եմ փռերի մոտով կամ սովորական գյուղացի տղա եմ, ես գյուղի մեկ տուն եթե հաց էր թխում, ուրեմն ամբողջ գյուղով այդ հացի հոտը տարվում էր։ Ես էլ եմ հիշում իմ մանկությունից։ Այդ հացը ուզում եմ որպեսի արտադրեմ մաքուր ցորենի հատիկով հացեր, եթե պահանջներ կան գրեշկայով, ասենք ավյոզով հացեր, որոնք բնականապես շատ աշխատանք են պահանջում, բայց ամեն դեպքում արտադրվելու է ըստ պահանջի արդեն։ Եթե մեկը մոտենում ասում ինձ պետք է ասենք մաքուր ցորենի հատիկով հաց, պետք է արտադրվի։ Ամբողջահատիկ ցորենի հատիկով, այո։ Իսկ դուք, պարոն Հարապետյան, աշխատել եք արդյոք մասնագետների հետ տեխնոլոգիական առումով, թե ինչ պիտի արվի, ոնց պիտի արվի, չէ՞ որ դուք որևէ տեսակի փորձառություն մինչ այս ոլորտում չեք ունեցել։ Որոշակի փորձառություն ունեմ անձնական կնոջս համար, ես բերում էինք մեր տանը, թխում էինք այդ հացերից, կանը մի փոքր բրժաներ, որտեղ կարելի է այդպիսի հացեր թխել, բայց ամեն օր չես հնարավոր չի այդ, ասենք մշտական, դե մի հացը բնականապես բոլորը չեն ուտելու, մնալու իրեն եւ չանելու ու այսպես կա որոշակի, բայց կան լավ մասնագետներ, համայնքում կան լավ մասնագետներ, հացի լավ մասնագետներ։ Ես խորհրդակցել եմ բժիշկների հետ, մեր էնդոկրինոլոգների հետ եւ իրանք ասել են, երբ Վահան ջան կուզենաս, կգաս եւ ամբողջ կազմի ինչն է ավելի առավել օգտավետ շաքարային դիաբետով տառապողների համար մենք այդ ձեզ ցանկը կտանք։
Հետաքրքիր է։ Իսկ այդ հանդիպումները, որ ունենում եք գործնական բժիշկների հետ, մարդիկ չեն զարմանում, որ դուք որոշել եք, այսպես ասած, չծերանալ, դες չհամարել տարիքով ծեր, ասել 60-ից հետո դե ինչ, դեռ մի բան էլ նոր բիզնես եք սկսում։ Դե բնականապես ես միշտ նայում եմ սկզբի առաջի հայացքից ասում են, այս տարիքով մարդը նույնիսկ մեր Գոհար Մկոյանը ասում էր, ես չէի պատկերացնում, որ դու մինչև վերջ կգնաս եւ առաջի հայացքից խոսելուց ասում են, հնարավոր է, ասում եմ դե գիտեք ինչ ճանաչելով ասում եմ հա միշտ երիտասարդ ես թվում միշտ երիտասարդ ես քեզ պահում բնականապես էստաֆետը շարունակվելու է տղես նույն ցեկտումը ունի որպեսի շարունակի իմ գործը կաշխատեմ ինչքան Աստված հնարավորություն տվեց ինձ ապրելու ստեղծեմ նրանից հետո բնականապես փոխանցելու է սերնդիս սերունդը շարունակի Իսկ այսպես ասենք պայմանական առողջ մարդիկ կարող են օգտագործել ձեր արտադրանքը ձեր տված հացը լինելու դիետիկ հացեր հիմնականում ինչու՞ չէ ով ցանկություն առողջ սնվելու բնականապես կցկտի որ շողիկ հացաբուլկեղենից օգտվի Արդեն ուզում եի գայի մարքեթինգային մասին անունը փաթեթավորումը դուք ասացիք որ կոչվում է շողիկ եւ ձեր կնոջ անունով կնոջս անունով աշխատել եմ թորնիկիս անունն է շողիկը դեռ որ շարունակվի իրանց սերունդները միշտ հիշեն որ շողիկը եղել է ընտանիքի մայր եւ ունի հացի արտադրամաս Հրաշալի քննարկեցինք սա արդեն ասում են հաց թխող մարդիկ պիտի բարի լինեն կան ինչ որ որակներ որ դուք ունեք ու մտածում եք որ հենց սա ձեր գործն է կյանքի գործն է Ուրեմն հաց թխողը պետք է լինի ավելի մաքուր ամենակարևորը մտնելուց նախ ժպիտը այդ հաց թխողի ավելի կարևոր է ժպիտը եւ ջերմ հարաբերությունները մարդկանց նկատմամբ առողջ չէ՞ ներսում առողջ մտնելուց ամենակարևորն է Ես հիշում եմ փոքր ժամանակ հացի օրերին թոնրատունը որ հարևաններն էին գալի մեկը պիտի գունդաներ դե մինչև չէ գիշերն էին խմորն անում ու այդ առողջ ուրախ մտնոլը հաց հանողը հացը շարողը ֆունկցիաներով այդ հին գյուղական տան Մեր հաստուղների մեջ որոնց դրում եմ լավ երկչուհի ինքը պետքա երկի ամբողջ ընթացքում պետքա երկի արտասանեն ուրախանան ինչու ոչ դրել եմ մի այնպիսի բան մի սեղանի կա լինելու որտեղ հաց գնողը պետքա օգտվի այդ հացից պարտադիր կարգով օգտվում է սնվում է փորձում է հացի որակը եւ նույն հացից ինքը տուն է տանը ինչու ոչ ավանդական հայկական պանիր հացը կուզենայի որ այդ հացի բույրը տարածվեր մեր Եդեսա համայնքում Դուք ձեր արտադրամասը հենց ձեր գյուղում եք Հենց ձեր գյուղում իմ տարածքում Իսկ մրցակիցներ ունեք գյուղում Գյուղում մրցակիցներ չկան բայց թե թող լինեն էլ եմ ասում թող լինեն որպեսզի մենք իրար ավելի շատ մրցակցային գաղափարը տեսն օրինակ մեր ազգային մի քիչ մտածում են թե մրցակից է լինելու ինձ եւ իմ հացը չի վատը չէ թող լինեն մրցակիցներ եւ ես ավելի կձգտեմ ավելի լավին ինքը կձգտի ավելի լավին ու ավելի որակովին եւ դա մեր ազգս պետքա բազմանա ազգս պետքա առողջ ապրի ամենակարևորը իսկ մրցակցային գաղափարը երբեք ինձ չի ուզել Այսինքն դուք շուկան սկսելուց չեք ուսումնասիրել ձեզ հետո էլ հետաքրքիր չի ովքեր կգան ովքեր ուզում են թող գան թող Այ եթե ես կարտադրեմ այնպիսի հաց, որ արդեն անպիտանա լինելու, թող ես դուրս գամ շուկայից։ Իմ ազգս թող առողջ ծնվի, ամենակարևորը։